Պարոն Առաքելյան, իսկ այդ քարոզարշավը ժամանակից շուտ, որ սկսել է Փաշինյանը, ներքիմային քարոզարշավի անվան տակ, դա ինչի մասին է խոսում, ընտրական օրենսգրքի խախտում չէ արդյոք։ Իրավական տեսանկյունից խնդիր չկա, ցավոք մեր ընտրական օրենսգիրքը քարոզարշավը կարգավորում է միայն քարոզարշավի սահմանված ժամանակահատվածում եւ դրանից առաջ եւ Փաշինյանի եւ բազմաթիվ ուժեր քարոզարշավ են իրականացնում բավականին շուտ սկսելով, որը օրենսգրքի կարգավորման տիրույթից դուրս է, իհարկե շատ կարևոր է, որ օրենսգիրքը կարգավորվի ամբողջ գործընթացը ընտրություններ նշանակելու պահից սկսած եւ ոչ թե վերջի մեկ ամսում, ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այս քարոզչական տուրնեին, դա խոսում է այն մասին, որ ինքն էլ է գիտակցում, որ չունի հանրային այնպիսի վստահություն, որը կբերի իր ընտրություններում հաղթանակի եւ արդյունքում այս 5 տարվա իր գործնեության գնահատականը, հենց ինքն էլ է հասկանում, որ բավականին բացասական է, հակառակ պարագայում այս ամեն ինչի իմաստը չկար, այսինքն 5 տարվա իր գործնեության արդյունքը ժողովուրդը կգնահատեր ոչ թե այս քարոզարշավի ընթացքում, այլ տեսնելով, որ իրենց կյանքում բան է փոխվել եւ ուղղակի կզբաղվել ընթացիկ գործնեությամբ, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը վերածվել է երկրի թիվ 1 բլոգերի եւ սոցցանցերում է առաջատար, ոչ միայն քաղաքական դաշտում, այլ ընդհանրապես եւ փողոցներում, հետեւաբար երկրի առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն անվտանգային, այլ ներքին, այդ ամենը թողած առավոտշուտ լույսը բացվում է ժամը 7-ից սկսած մինչև գիշեր, այդ մարդը միայն Facebook-ի իր ռիլերի եւ կամ փողոցային վիդեոներով է զբաղված։ Ես հիշում եմ, որ իշխանության ներկայացուցիչներից օրինակ Ալեն Սիմոնյանը, երբ որ խոսեցինք իր ռեյտինգի մասին, հայտարարեց, որ իրենք 0-ից ռեյտինգ են հավաքելու եւ որ ավելի շատ ձայն են հավաքելու, քան հիմա ունեն։ Ու նրանք այդ ռեյտինգը հավաքում են, այս ֆոնին ինչ է անում ընդդիմությունը, շատ քննադատություններ կան ընդդիմության դեմ, որ էլի Փաշինյանը առաջատար է հարցում։ Դե ես չեմ կարծում, տեսեք, որովհետև այդ մեդիա աղմուկը որ կա, դա ամենևին չի արտահայտում հանրության տրամադրությունները։ Հիմա գնում են ցանկացած համայնք, ցանկացած քաղաք, որ տեսնենք էլ, ընդամենը 10-20 հոգի է, նույնիսկ եթե դրանք Փաշինյանի բերված համակիրները չեն, երկրի ղեկավարը ամբողջ կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներով հանդիպում է ավելի քիչ մարդկանց, քան այսինքն մի ավտոբուսով գնում են, կես ավտոբուս մարդու են հանդիպում, հետեւաբար խոսել, որ նրանք ինչ հանրային աջակցություն ունեն, ամենևին իրական պատկերը չի տալիս, բնական է ունենալով առելի մեծ վարչական ռեսուրս, այնպիսի տպավորություն է, որ հիմնական քաղաքական օրակարգ թելադրողը նրանք են, մանդիմադիր տարբեր բևեռներ էլ իրենց գործունեությունը ծավալում են, անկախ քարոզչությունից եւ այս հանրային ակտիվությունից, միևնույնն է, ի վերջո քաղաքացին է իր գնահատականը տալու հունիսի 7-ի ընտրություններով, որի վրա բազմաթիվ գործոններ են ազդելու եւ ես վստահ եմ, որ հունիսի 7-ին քաղաքացին գիտակցված ընտրություն կկատարի եւ ընտրություններով իշխանափոխություն կարձանագրենք։ Խաղաթուղթը հետեւյալն է. ես չեմ պատերազմել լինելու, նորից հայտարարեց, որ իրենց չվերընտրվելու դեպքում, մեծամասնություն չունենալու դեպքում սեպտեմբերին ամենաուշը պատերազմ կսկսվի։ Այս ֆոնին նրանց շանսերը ժողովրդին վախեցնելով, քանի որ մենք էլ գիտեք, այսպես ունենք օրինակ նախկին իշխանությունն ասում էր մենք չլինենք, Ղարաբաղը չի լինելու։ Հիմա այս իշխանությունը ասում է մենք չլինենք, պատերազմ է լինելու։ Նրանց շանսերը ավելի ռեալ չեն դարձնում եւ այս հայտարարությունների մասին։ Իհարկե, անընդունելի է, որ իշխանությունը ժողովրդին վախեցնում է պատերազմով, երբ երկրի անվտանգության երաշխավորը պետք է հանդիսանա, անկախ նրանից ընտրություններ կան թե չկան։ Սա խոսում է այն մասին, որ մի կողմից ակնհայտ է, որ իշխանությունը այդ վախով մանիպուլացնում է, սա քարոզչական հնարք է, բայց մյուս կողմից է ստացվում է այնպես, որ այո, արձանագրվում է, որ Ալիևը ընդամենը նախընտրական հրադադար է հայտարարել Նիկոլ Փաշինյանի համար, եւ հենց Նիկոլ Փաշինյանն է սրանով խոսում, որ տեսեք, այո, հիմա խաղաղություն է, որովհետեւ Ալիևը հրադադար է հայտարարել եւ սահմանին եւ նաեւ հռետորաբանությամբ, չէ, բավականին նվազել է այդ հակահայ խոսույթը եւ սա դրա մասին է, որ մեր հայրենությունը պետք է հասկանա, որ ինչպես 21 թվականի ընտրություններից առաջ էր, Նիկոլ Փաշինյանը բացում խաղաղության դարաշրջան, հիմա նույն խաղաղության մասին է խոսում, իշեք օգոստոսի 8-ից հետո այնպիսի մի հրավառություն էր ԿՊԱ-ականների մոտ, որ վերջ արդեն մենք հավերժ խաղաղության մեջ ենք, բա ինչ եղավ այդ խաղաղությունը։ Իսկ եթե խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը հաստատված է երկու պետությունների միջև, չէ, ոչ թե երկու իշխանությունների։ Իսկ սա խոսում է, որ այդ խաղաղությունը ուղղակի թղթի կտորի վրա արձանագրված մի շոուի մաս էր կազմում, եւ Ադրբեջանը շարունակելու է իր հակահայ քաղաքականությունը, եւ մենք պետք է
ուղղակի ամրացնենք մեր անվտանգությունը, գնանք դեպի զարգացում եւ որակյալ իշխանության առաքելությունը նա է, որ այն խնդիրները, որոնք կան, դրանց լուծումները ամենևին կապված չլինեն մեկ անձից։ Հիմա եթե ինչ է նշանակում, եթե հանրությունը որոշում է չընտրել եւ արդար ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը չի ընտրվում, արդյոք այն խնդիրները, որ կա, փաստորեն եթե էլի գալու են առաջ եւ մենք ունենալու ենք անվտանգության խնդիրներ, դա խոսում է այն մասին, որ հիմա որևիցե անվտանգության երաշխիքներ չկան եւ այս նաեւ այս ամենի արդյունքում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, որովհետև կախված լինել Նիկոլ Փաշինյանի եւ այս պարագայում նաեւ Իլհամ Ալիևի կմահաճույքից, թե ինչպես է ինքը վերաբերվելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, սա ուղղակի հերթական անգամ մենք գնում ենք այսպես ասած ականապատ ճանապարհով քաղաքականության եւ այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը այս խոսույթով մի կողմից վախեցնում է հանրությանը, մյուս կողմից վերահաստատում է, որ այն գործընթացները, որ ինքը նախաձեռնում է խաղաղության հաստատման, շատ փխրում են եւ սրանք ընդհանրապես ժամանակավոր են։ Իսկ ընդդիմությունը ամեն ինչ անում է հասցնելու հասարակությանը, որ դա այդպես չի լինելու, չէ՞ կարծում, որ թերացում ունի ընդդիմությունը։ Ասեք, իհարկե հասարակությունը նաեւ չի ուզում լսել հնարավոր վտանգների մասին, որը հասկանալի է, բոլորն էլ ուզում են խաղաղություն լինի եւ այն բացասական խնդիրները, բացասական դրվագները, որ հնարավոր է խաղաղություն չլինել, հանրության համար այդքան էլ հաճո չէ լսել եւ այստեղ պետք է նաեւ ընդդիմությունը զգույշ լինի, որ չտրվի Նիկոլ Փաշինյանի սադրանքներին, որ խաղաղության այլընտրանքը ամենևին, իսկ եթե ասում ես խաղաղությունը չի լինում, միանգամից պատերազմ է լինելու, նման բան չկա։ Խաղաղության հաստատման ուղղությամբ, նաև հաշվի առնելով, որ տարածաշրջանի նկատմամբ նաև կա միջազգային հանրության դերակատարումը եւ ես վստահ եմ, որ իշխանապողությունից հետո կձևավորվի այնպիսի իշխանություն, որ չի գնա այնպիսի արկածախնդրության, ինչպես Նիկոլ Փաշինյանը արեց իր գործունեության ընթացքում եւ եղած ռեսուրսները կմոբիլիզացնի, որպեսզի նաեւ եւ բավականին արդյունավետ առաջին հերթին դիվանագիտական աշխատանքի արդյունքում եւ նաեւ անվտանգության համակարգերի զարգացման արդյունքում մենք ունենանք այնպիսի իրավիճակ, որ այդ խաղաղությունը ավելի ամուր կլինի եւ ավելի երկարաժամկետ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։